Քանի որ հայտարարվեց, որ երկու գրքի շնորհանդես կլինի, այս գիրքը Տիեզերագիտությունը եւ տիեզերաբանությունը հայկական ժառանգապատկերներում տպագրվել է 2010 թվականին։ Սակայն մինչ այսօր այնքան էլ հայտնի չէ գիտական շրջաններին։ Ես գրքին չեմ անդրադառնա, մի փոքր շատ հակիրճ կուզեմ անդրադառնամ Պորտասարին, որտեղ Պորտասարի պեղումները շատ հետաքրքիր են եկան ապացուցելու, որ այս գիրքը մեր ժառանգությունները շատ ճիշտ են եւ շատ գիտական են, տիեզերագիտական են։ Շատ է եղել ինչու դի, ոչ թե դի, ուղղակի հնուց ի վեր այսօր էլ մենք ունենք դի արմատով շատ բառեր, որտեղ դիերը, դիքերը, դիցերը, դրանք եղել են մեր 8 դիցերը։ Ամբողջ աշխարհը, Եգիպտոսը, Հին Հունաստանը ասել են 8 դիցեր, բայց չեն կարողացել ապացուցել, թե որն են, որոնք են եղել 8 դիցերը։ Հայկական ժառանգությունը պահել, պահպանել է եւ 8 անավարտությամբ փոխանցել է մեզ եւ 8 տեսանելի դիցերը իրենց ժառանգներով, այսպես ասած, սերունդներով զարգացրել եւ տեղակայել են 7 տեսանելի, դիտարկելի 7 երկինքները։ 7-ից բարձր մենք ունեցել ենք 9-րդ երկինքը, միջնորդավորված 8-ով, որը եղել է միայն Աստծո բնակատեղին, մեր միակնի։ Մենք միակն ենք ասել եւ պատկերել ենք միակով։ Պորտասարում, գիտեք, 20 տարի շարունակ գերմանացիները կատարում են հնագիտական պեղումներ, մոտավորապես 90,000 քառակուսի մետր տարողությամբ, տարածությամբ, որի շատ մասը դերևս գտնվում է հողի տակ, միայն ռադիոլոկացիոն այդ ուսումնասիրում հետազոտմամբ են նրանք ասում, բայց հայտնաբերվածներն էլ շատ հետաքրքիր հայկական բագիններն են։ Բակ, այսօր ունենք բակ բառը, օգտագործում ենք, այսինքն սրբատնից դուրս, կլոր շրջան, որոնք հենց հայտնի են մեր Պորտասարի պեղումներում, կրկնակի երբեմն նույնիսկ երևի եռակի եւ այլն։ Եվ ինչն է հետաքրքիր, եթե այս գրքին թեկուզ քննադատորեն, ոչ թե թեկուզ, իրավամբ քննադատորեն մոտենային մեր ակադեմիայի այրերը եւ իսկապես մի գիտական նամակ հղեին այս մարդկանց հետազոտողներին, չի երևա, բայց այստեղ այս սյունակները, տեաձև սյունակները, որոնց վրա սալերը, որոնց վրա պատկերված են կենդանակերպեր։ Մենք 91 համաստեղություն ենք ունեցել եւ 91 համաստեղության մեջ մենք ունեցել ենք վարազ համաստեղությունը, վարազդատ, այսպես կոչված։ Եվ այս բաներում սալերի վրա շատ կան վարազի պատկերներ եւ ստիպված երբ կարդացի, ծիծաղեցի մի քիչ, որտեղ նրանք էլ են հավատում, որ սա միայն աստղագիտական հետազոտություններ են ժամանակի, իսկ սրանք գիտնականը, ինչպես գերմանացի Կլաուս Շմիդտը գտնում է, որ սա մեր թվարկությունից առաջ 10-ից ձգում է մինչև 13 հազարամյակ մեր թվարկությունից առաջ, այնպես որ 13-15 հազար տարվա պատմություն ունեն այս սալերը։ Եվ ինչն է հետաքրքիր, երբ այսօրվա տիեզերական քարտեզի հետ համադրեցի, ինչ ստացվեց, օրինակ պատկերված է տուրը, ցուլը, տավարը, նրանից ներքև պատկերված է գայլը եւ պատկերված է Արագել այսպես, տուրը այսօր էլ գտնվում է 14-ից 18 աստղագիտական ժամային քարտեզի գոտում, գայլը 16-ից նորից 14-16 եւ այլն, այսինքն ես չեմ երկարացնի այս ամբողջ, եթե այսօրվա տիեզերական քարտեզով մենք վերցնենք, սա ամբողջ համապատասխանում է շատ գիտական, շատ ճշգրիտ ուսումնասիրություններին։ Եվ եթե նորից եմ ասում, մեր գիտական այրերը կարողանային մի նամակ, այսպես, գիտական նամակ, հղեին մասնագետներին, ովքեր պեղում են, եւ այլևս մենք չէինք պայքարի, որ դա հայկական է, որ ամբողջ այդ ամենը, որ կա ժառանգություններում կա, ինչ է նշանակում այդ ժառանգությունները, օրինակ էսատիպ, այս հաշատիպ եւ այլն, դրանք ամբողջությամբ մեր ժառանգություններում կան իրենց բացատրություններով, գիտական բացատրություններով։ Այդքանը այս գրքի մասին։ Իսկ հիմա անցնենք բուն նպատակին։
Գրքից հետո 5 տարի, 12 տարվա աշխատանք է այս առաջինը։ Իսկ այս երկրորդ աշխատանքը Ուրարտու Օջառարտա Նաիրի Բեհայինի աշխատությունը 5 տարի շարունակ աշխատել եմ մենագրություն է եւ սա էլ եկավ ապացուցելու առաջի գրքին։ Առաջի գրքում կա տվել է սեփագրության որոշակի ինչ-որ բան, բայց չեմ բացահայտել։ Որպեսզի ամբողջը բացահայտվեր, անկեղծ եմ ասում, այս տարիքում ես նստել եմ սեփագրությունը սովորել եմ։ Սովորել եմ սեպագիր ընթերցել, սովորել եմ տարադարձը նորից հետ դարձնել սեպագիր, վերածել սեպագրության և ամբողջը ուսումնասիրելու ժամանակ նորից ասեմ ձեզ, որ շատ վախեցած եմ մոտեցել նյութին, որտև ասել, որ դա լրիվ մաքուր հայերեն է, թվում է, թե պետք է քարնետեի մեր այսօրվա հայ, ուրիշների հետ գործ չունեմ, հայ գիտնականների այգին, Ոստանը։ Ուրարտական շրջանում խաղի այգին ուլդի ուղդի է կոչվել, իսկ այնպեսի ծառերի բանը այգի է կոչվել այդպես։ Հիմա իրենց և ուլդի և ծառաստանը ես պետք է քարնետեմ, որտև այդպես չէ։ Քիչ, երբ արդեն ամբողջը եկանք, երբ արդեն ավարտում էի գործը, պարզվեց, որ 3000 մոտապես 100 քանի բառ մաքուր հայերեն է և զետեղված է հավելվածի կարգավիճակով գրքում կա և կա բացատրությունները, կա որտեղ որ արձանագրության մեջ ինչպես է օգտագործված։ Իմ գործը մի քիչ հեշտ էր, կարող եմ ասել շատ անչափ հեշտ էր, որովհետև ինձնից առաջ Հարությունյանը, Նիկոլայ Հարությունյանը ուներ իր կորպուսը, որտեղ ամփոփ ներկայացված էին բոլոր տարադարձված սեպագրությունները, համարյա հայտնի բոլոր տարադարձվածը։ Եվ ինձ համար իսկապես միանգամից այդ նյութը կար և չէի գտնում, չէի հետաքրքրվում ինչ-որ տեղերից գտնելու և ես աշխատելու ժամանակ սկսեցի նաև հետաքրքրվել պատմությամբ, պատմագիտությամբ, այսինքն մեր թվարկությունից առաջ 9-ից 6-րդ դարերում ինչ քաղաքական, տնտեսական իրադարձություն է եղել։ Մի հարց ինձ շատ է հետաքրքրում, որը կհետաքրքրի և մեր պատմագիտությանը, ապագա պատմագետներին, որովհետև եթե կոչվում են իրենք իրենց երկիրը, 15 արքաները, բոլորը իրենց երկիրը անվանել են մայրենի լեզվով Բիհայնա, գրվել է այսպես Բի-ա-ի-նա, կամ Բի-ի-ա-ի-նա, այսինքն Բիհայնա, եթե Բիհայնան երկու հայք իմաստն է կրում, ուստի մինչ այդ արդեն պետք է որ Փոքր Ասիայում բաժանված լիներ, եղած լիներ և բաժանված լիներ հայքը երկու մասերի, որովհետև այս արքաները միաձուլել են և իշխել են։ Սա բիհայնական արքաները ոչ թե ինչ-որ երկնքից իջած մարդիկ էին, այլ դինաստիա էր, արքայական դինաստիա։ Մենք շատ արդեն ուսումնասիրելով պատմագետները գիտեն, որ յուրաքանչյուր արքայական դինաստիա 300 տարի միջինը։ 300 տարի հետո իշխելուց հետո փոխվում է։ Եվ այնպես սրանք եկան ըստ իս, որտեղ ահագին արձանագրություններ կան, որտեղ իրենք խոսում են ոչ ուղղակի Անասարդուրի Արգիշտեհինին, ինքը խոսում է արամեի մասին։ Եվ եթե պատմագետները դարձյալ նորից ուսումնասիրեն, ինձ թվում է արամեին գահանկեց արվել է կամ սպանվել է, որից հետո արդեն իշխել է Անասարդուրի Լութիպրի որդին։ Առաջին արձանագրությունը, 6 արձանագրությունները հայտնաբերված, դրանք կատարված են ասուրական լեզվով, աշուրերեն, և այս արձանագրություններից մեկն է, որտեղ ինքը խոսում է իր կատարած
որ այդ պատը, այդ կամ չգիտեմ ինչը նա բերել է աղայինի քաղաքից այդ քարերը եւ պատրաստել է այդ պատը, որի համար թողել այս արձանագրությունը։ Բայց ինչու եղավ Բիհայնան, ինչու հանկարծ կարդացվեց Ուրարտու, որտեղից եղավ Ուրարտու, ինչ ժողովուրդ էին ուրարտացիները, ինչու եղավ, ուղղակի իմ ուսումնասիրությունները եկավ այն բանին, որ նրանք ոչ մի Ուրարտու չի եղել, ուղղակի 19-րդ դարում եղել է սխալ ընթերցում։ Առաջին բարի ուն, նորից եմ ասում, մի եռանկյունի է, ես ցույց կտամ հետո, իսկ առը մի ամբողջ սեպախումբ է, երկուսով գալիս է, երեքը իջնում եւ նորից շարունակվում է։ Սա առ սեպախումբն է։ Եվ առ սեպախմբից հետո, տողերը փակել են, առ սեպախմբից հետո բավականին հետաքրքիր ձևով բացվեց մեր բիհայնական լեզվաբանությունը, շատ հարցեր, շատ բառեր գտան իրենց իսկական տեղը։ Դե ներկայացված է այստեղ, թե ինչպես են կոչել օտարերկրացիները մեր այս տարածքը եւ այստեղ հայ, այսինքն բիհայ արքաները, ինչպես են իրենց երկիրը կոչել։ Տեսեք, Բիհայնա երկրի արքաները Բիհայնան գրառված է Նայիրի, հենց անասարտուրին Նայիրի աշուրերեն լեզվով, իսկ հայերեն լեզվով Իշկուարինի անասարտուրհինին եւ Բիհայնա եւ Նայիրի։ Այսինքն հայերենով Բիհայնա, աշուրերենով Նայիրի։ Մյուս էջին Տալքելիշինի արձանագրության մեջ է։ Նորից այսպես եթե շարունակենք, հայերը բոլորը իրենց երկիրը կոչել են Բիհայնա, ոչ միտեղ մենք Ուրարտու չենք հանդիպում, եւ արդեն վերջում նրանք նույնիսկ միայն Ոստան Տուրպահայի ոստնակն էին կամ կառավարիչը, ինչպես ասում է Ռուշա Ռուշահին կամ Ռուշահինին, այսպես լիով է պահպանվել, նրա իրեն արդեն նա արքայություն ինձ թվում է չուներ, որտեղ իրեն կոչել է միայն կառավարիչը Տուրպահայի կամ Տուրպահի մայրաքաղաքի։ Երկրորդ գլուխը ամբողջությամբ մանրամասնորեն խոսվում է բիհայնական լեզվաբանության մասին, ինչպես հին գրերի փոխարենը նոր գրերով։ Մի բան էլ ասեմ, փաստորեն Ուրարտու անվանումը Յոհան Ֆրիդրիխի կողմից եղավ, որը ինքը անձամբ գրել է, որ սա շատ պայմանական անուն է, եւ ես այդ պայմանական անունը կիրառում եմ, բայց առանց որևէ հետին մտքի այսպես, բայց մերոնք ոչ միայն ասուրագետները, այլև մեր հայ գիտնականները վերցրեցին բառը եւ տարան առաջ։ Եվ այդպիսով Ուրարտուն իսկապես մի սեպ դարձավ նախաբիհայնական եւ հետբիհայնական պատմագիտության մեջ այս ժողովրդի։ Լեզվաբանության մեջ բավականին մանրամասնորեն ուսումնասիրված է, որտեղ ամբողջ այդ սեպագրությունները, մոտ 600 սեպագրություն երբ ընթերցում ես, արդեն քերականությունը ինքն իրեն դուրս է գալիս աշխատում, ես լեզվագետ չեմ, լեզվաբան չեմ, շատ կցանկանայի, որ լեզվաբանները, հայ լեզվաբանները խորապես ուսումնասիրեին եւ արդեն լեզվագիտական կայուն հենքի վրա դնեին այս ամբողջ ուսումնասիրությունը։ Ասեմ սկզբնական շրջանում այս պատմությունը, որ կա, 5 ապացույցեր ընթերցել են ընթերցել են նրանք հայերեն լեզվով, սակայն Սեյսը, որքան հիշում եմ, Սեյսը մերժել է հայերենը, այստեղ քաղաքականությունը գոյություն ունի եւ փորձել է ամբողջ բիհայնական սեպագրությունները ընթերցել միայն աշուրերեն լեզվով, նույնիսկ կազմել է բառերը այդ լեզվով, բայց սա ամբողջը, տեսեք, սա այս 6 արձանագրություններից առաջինն է,
այս արձանագրություններն են, անասարդուրի, ինչու եմ ես անասարդուրի ասում, որտև սարդուրի են միշտ ասում, բայց սարդուրի բառից առաջ, վանկերից առաջ, ոչ միայն այրական ցուցիչ չկա, այսպես միացեպ է, այրական ցուցիչ է, տղամարդուց առաջ դրել են դա, իսկ կանանց առաջ արդեն սալ, գեմ, տիկին այդ նշանն է, սեպն է։ Հիմա դրանից առաջ կա նաև դի, դինգիր, անա, այդ սեպագիրը 13 թվի տակ և անա սարդուրի երևի չգտնելով ինչ-որ համահունչ ինչ-որ բան, դա բաց է թողնվել և միայն ընթերցել են սարդուրի, բայց կարծում եմ անա սարդուրին ավելի հայեցի և ավելի մեր էպոսի հերոսներին ավելի նման է։ Այստեղ հետաքրքիր մի բան կա, եռատող կա, որտեղ Իշպարինի որդին անասարդուրի դույլը ինուշպային պարգևեց իր թորն է ինուշպա։ Դույլը նահապետ եզերական Արամեի։ Թեև ես որքան որ հասկացել եմ Արամեին սպանելուց հետո, որպես եզերական Արամեի, այսինքն իրենց իշխանության, որպես իրավահաջորդ, արքայական դինաստիան իրավահաջորդ, նրանք ընդունում են այս։ Իհարկե սա այսպես չի թարգմանված, տալիս են, որ ծերուկը նվիրել է ինուշպային, չգիտեմ դույլ և այլն, բայց ծերուկը նորից եմ ասում արքան, գործող արքան, արևելքի արքան, երբեք դա այդպես իրեն չէր կոչել, դա նահապետ է կոչվել։ Հիմա ինչ դույլի մասին է խոսքը, այստեղ նկարներ կան, տեսեք, այս դույլը, եթե ուսումնասիրեք բիհայնական այս պատկերագրությունները, այս դույլը և ձեռքին է կոչվել է մայրաշինի, ես թարգմանել եմ ողկույզ։ Դա ազատ թարգմանություն է, անկեղծ ասած, սա կամ խաղող է, ողկույզ է, կամ մայրահինի այդ ծառի եղևնու կոն գուցեև։ Դա այդ երկուսն է, բայց ինձ որպես հայ ավելի շատ խաղողի ողկույզն էր, սրտամոտ, հարազատ։ Եվ այսպես նույնիսկ հագուստներով մենք կարող ենք արդեն տարբերել, թե սա բիհայնական արքա է, նախաբիհայնական, հեթիթական շրջանի արքա է, շունդերական, թե ասուրական։ Այստեղ նորից, եթե տեսնում ենք դարձյալ այս դույլի նվիրումն է, հետաքրքիր այս թագի, այս գլխարկին ուշադրություն դարձեք, հետո խոսեմ, որովհետև սա արդեն մեր հոգևոր հովիվներն են կրել այսպիսի թասակներ, շերտավոր թասակներ։ Նորից կա անգամ սա անգելկայի մահվան, եթե ասում ենք այս դիցն է, որը դարձյալ նույն ատրիբուտներն է կրում, եթե նայում ենք։ Սա դարձյալ դույլը առանձինել է հայտնաբերվել, այնպես որ եթե նայում ենք դարձյալ էլի կա։ Ես արագ կանցնեմ այս ամբողջը, որտեղ կարդալով մենք այստեղ գիտեք ինչն է, այս արի և ուի տարբերությունը։ Տեսեք, նախորդները կարդացվել են, այս դի նշանն է և ար, ա։ Այս օգտագործված արձանագրություններում է օգտագործված, այս տակի թվերը, դա է նշանակում։ Առաջարկել են դի ու ա։ Դի ու ա մենք չունենք, իսկ եթե դի արա, արդեն արա, ընդ որում սա այքան էլ արան չի, որտև մենք ունեցել ենք երկու տեսակի ար սեպագիրը արդեն ունեինք, առը ավելի շատ գնում էր դեպի առան բյուրասպի, եթե արդեն նայում ենք ըստ ժառագրությունների, դա նրա եղբայրն էր, որը դարձավ կենտավրոսի, իսկապես կենտավրոսի, որը սխալմամբ կենձի է նկարում, դա այդպես չէ, կենտավրոսի պատկերը, ինչու դա էլ ժառագրություններում կա ամբողջ պատումը, ինչու համար նա այդպես պատժվեց։ Եվ շարունակ, այսպես, դի ու այի, դարձյալ արայի, արա նա արե և այլն, այսպես ես, եթե այսպես կարդանք, արամեն է, ու ամե է, այդպես չի լինի, արգիշտի նույնիսկ գրված է մի տեղ, որ էլի այս ար սեպագրով է գրված, ուր արգիշտին, արգիշտի տարածքը արդեն, էլի ու այիշտի, էլի դարձյալ մեր հնչյունաբանությանը հարիր չէ, մոտ չէ։ Այսպես եռաբարբառներ, բաղաձայններ, ամբողջությամբ և բառագիտությունը, ինչպես է կազմվել բառերը, ինչպես է եղել,
Գիտեք, բառակալ եւ շեշտ, բառաբարդություն, բազմիմաստ բառեր, այսպես ամբողջը գնանք առաջ, քերականություն, գոյականի թիվը, գոյական անունը եւ թվերը, բոլովումը, այսօր նորից հալդի բառը, հայլդի, որը կոչվում են եռաստվածություն, եթե ես ասեմ, որ մեր բիհայնական շրջանում ոչ մի եռաստվածություն չենք ունեցել, գուցե եւ քարերը նետվեն մեր ոստանը, բայց այդպիսի բան չի եղել։ Դի հայլդի, այս ան դի նշանով, 13 թվի բանով, դա արդեն, գիտեք ինչն է, երկնային, աստղային երկինք, այսօր էլ երբ երթվում ենք, ասում ենք են երկինքը վկա, դարձյալ ասում ենք, այսինքն ազգային հոգեբանությունը երբեք չի փոխվել, մենք երբ գնում ենք առաջ, մեր գրավոր լեզուն, իսկապես 406 թվականից այս աշխատությամբ ոչ թե մի բառով, ոչ թե 10 բառով, ոչ թե 100 բառով, ամբողջությամբ ինքը 1200 տարով գնում է դեպի անցյալ, այսինքն գրավոր լեզուն, որովհետև եթե մենք ունենք 600 կամ այսօր ասում են 800 արձանագրություն, սեպագիր արձանագրություն, դա ինչ է, դա ամբողջ մի դարաշրջան է, որը մարդիկ թողել են, արքաները թողել են եւ շատ սիրով են թողել, մինչ ես առաջ գտամ, ասեմ, որ գուցեև նրանք թողել են նաեւ փափուկ նյութի վրա, բայց այդ փափուկ նյութերը թող լինեն ինչ-որ տերևամամուլը, թող լինի մագաղաթը, թող կաշվե, թող լինի կտորը, բայց դրանք չեն հասել մեզ, չեն բանալելը։ Տեսեք, թվագրության աշխարհը։ Կուր, թու, իս, գիր, նի։ Օգտագործված է 409-ի 6-րդ տողում, 410-ի 7-րդ տողում։ Այս արտահայտությունը, թվագրության աշխարհը, կուրը, նորից մի փոքր խոսեմ կուրի մասին։ Կուրը հայերեն բառ է։ Կուրը այսօր էլ ենք օգտագործում, սա է կուրը։ Որից ունենք նաև կուր բառը, ամրակուր, հզոր, ամուր։ Եթե նոր ռուսների մասին եք խոսում, ռուսները ունեն ռուկա։ Այսինքն կուր, ռուկա։ Հետը դարձ որ գնանք, եւ կուրը, այսինքն թևը այսօր էլ, եթե կոչվում ենք աշխարհների որպես գաղափարագիր օգտագործել են կուրը։ Կուրը, այսինչ աշխարհ, այսինչ տարածք Արցախի, աշխարհը Արցախի կուրը, այսինքն այսինչ թևը, այսինչ նահանգը, այսինչ աշխարհամասը։ Այնպես որ սա դա է նշանակում։ Հետաքրքիր մի բան է։ Սա իհարկե չկա բանում, ինտերնետից եմ գտել, ինտերնետից պատկերված է մի կողմը արքա, մյուս կողմից գրված է լու, այս գուրուշ, այս երկու գիծը կոչվել է գուրուշ, սա է լու, այսքանը, այսքան սա է հետը կոչվել է լու, գուրուշ լու։ Արդյոք այսօր մենք գրոշ բառը չունենք, արդյոք այսօր մենք լումա բառը չունենք, այսինքն պատմական հաջորդականությունը ասեմ, արյունակցական, չգիտեմ ինչ-որ մի հիշողությունը, գուցե և մնում է այդպես։ Դարձյալ թերթենք։ Բայերից շատ հետաքրքիր մի բան ասեմ, բայերից օրինակ այսօր էլ հետաքրքիր ձևով երբեմն վերջավորությունը լծորդումը գալիս է առաջ։ Օրինակ այնտեղ գիտեք ինչ է, յեդինի, դինի է, դրվի, յեդինի, ե անի է, անի, հասկանում եք, են այսօր էլ կարծեմ Ղարաբաղում, հենց Արցախում, Գորիսում, այդ նույն տենդենսը կա, օգտագործում են, նույն ձև է։ Արմատներ, այ հապետոստ է, այս դարձյալ ինտերնետից է, թեև Ռոզնին սա թարգմանել է, գտել է և 30-ական թվականին թարգմանել է, որտեղ սրա մեջ կան և մեհենագրեր, այս մեհենագրերը, և կա բան, սեպագրեր, բայց սեպագրերում, գիտեք, նրանք այսօր որ փոխված այստեղ, սեպագրերում, այստեղ, եթե սա նոր այրական ցուցիչն է,
եկեք ընդ որում սա հակառակ է, քանի որ կնիք է, տպագրված է հակառակ։ Մենք պիտի ես մինչև կարդացել եմ, մինչև շուռ եմ տվել, մինչև թեքել եմ, մինչև այս կողմից այն կողմից, ուրեմն սա մե գաղափարագիրն է, մե շում, սա ան է, ան մի հատ այսպես է և երկու հատ սեպերով, որդին, այ դուք ասում եք, սա նորից տղամարդու ցուցիչն է, այրական ցուցիչ է, սա թոր գաղափարագիրն է, 12 թիվի տակ, թոր, որը ճանապարհ է նշանակում, տար, տոր, թոր, գոմ, ա, թոր գոմ ա, ենթադրենք, այրը զարմանահրաշ, այդպես է թարգմանվում, ասուրերեն է ամբողջությամբ, արձանագրությունը ասուրերեն է, բայց լոկոտ կան, այս բանի արձանագրության մասին, կնիքի մասին, խոսում է, որ մեհենագրերում ոչ միայն մեհենագրեր, այլև հնչյունագրեր կա, ուշադրություն դարձրեք, իսկապես այս հյատիպ, այս հյատիպ ինչ-որ, այս այլ տայի, այն տյատիպ, արձանագրը, այսա, հա, մեծացրել եմ, մոտարապես հնչյունային, իհարկե չեմ կարող կարդալ, սա հետագայում արդեն, հետագա որ տեսնեմ, ես ձեզ խնդրեցի, որ ուշադրություն դարձնեք այս հետագի, սա իսկապես արքայի դիմաց, եթե կանգնած են հոգևոր հովիվ, որտեղ շերտավոր գլխատ, այստեղ ավելի լավ է երևում, այս շերտավոր, այ տեսեք միագնի Աստծո պատկերով որ կա, ահա տեսեք այս շերտավոր, անգամ այս փոքրիկի, որ ասում են հագիշտին է, չեմ կարող ես հավաստել, սա այս նշանը կա, և ես ոչ միայն այնտեղ, այլև այստեղից վերել եմ, այս մասերում կան պատկերագրեր, որոնց վրա ուշադրություն չի դարձրել, որոնք շատ նման են մեր ժառանգությունների, սա ժառանգություններից է, որ ես օտարապես վերել եմ, այստեղ տեսեք, էլի էս և մի կետ կա, հետաքրքիր է, որ ժառանգության մեջ դարձյալ պիտի լինի, ապել է, ահա, տեսեք, սա ժառանգություն է, դարձյալ այսպիսի մի նշան և դարձյալ մի կետ, քանի որ ժառանգությունները 3000-ի չափ ժառանգությունը ես անգիր գիտեի, ինձ համար հեշտ էր, նույնիսկ այս քննարկելը։ Տեսեք, այս արքայի ձեռքին դարձյալ կա ոչ թե խաչատիպ, այլ փաչ կարծես թե։ Այս խաչ ու փաչ մենք ժողովրդական լեզվով որ ասում են, նորից ժառանգության մեջ էլի մենք հանդիպում ենք իր ամբողջ պատկերագրությամբ։ Նորից գնանք առաջ, ինչու ես անդրադարձա Աննա Սալմանասար գայի արձանագրություններին։ Ուրեմն նա մի քանի անգամ եկել է Հայաստան, Սալմանասարը գն, և իր արձանագրություններում թողել է 5-ի չափ Եփրատի և Տիգրիսի ակունքների ժայռերի վրա փորագրված։ Ինձ հետաքրքիր էր ամբողջ արմատը բացել, նա ինչպես է Ուրարտու բառը գրել, պարզվում է, որ նա Ուրարտու բառը առով է գրել, տեսեք քանի տարբերակներ կա։ Արա, արդու, ես ոչ միայն նշել եմ, այլև եթե ինձ համար դու 5-ով է, որը ինքը 595 սեպանշանի տակ է, շուվերական։ Այսինքն այս ձևով է նա գրել։ Կուր նա իր ռի։ Ես է մուզածիրուն, մուսասիրն է, մեր արդիին է, սուրբ քաղաքն է մեր, այն ժամանակվա։ Այսի մեր Եփրատ գետի անվանումն է, ընդ որում ասեմ, որ 600 արձանագրություններում ես Եփրատ և Տիգրիս անունները մեր արձանագրություններում չկարողացա գտնել, չկար, չգտան, բայց իրենց արձանագրություններում, քանի որ նրանք գտնվում են Միջագետքում, Եփրատն ու Տիգրիսը իրենց սնով գետերն է, դա իրենց համար սրբություն էր, կարծես ուխտագնացության նման մի բան է, որ նրանք բարձրանային դեպի հայկական բարձրավանդակը և նրանք այստեղ նորից, տեսեք տարբերած, այսի Տիգրիսի թունելի արդեն երկրորդ արձանագրություն, այս Լեհման հաղորդի, բայց տարադարձությունը ամբողջությամբ իմն է։ Ես պատկերն եմ, սեպագրությունն եմ կարդացել և տարադարձությունը այստեղ իմն է, թե արդյոք ինչպես կհամընկնի իրենց տարադարձության հետ,
Աստված գիտի, չգիտեմ իրենցը չեմ հանդիպել, նորից այստեղ տեսեք ուրա ար դա, այստեղ դու տասի, այսինքն նրանք վերջավորության ուշադրություն չեն դարձրել այդքան, ուրար դու է, ուրար դա է, ուրար դի է, բայց այս առաջինն է էլի դարձար նա իրի, եթե նա ար, նա իրի, հիմա նա իով, մաքուր իով և ռիով, այսպես է գրված, սա վանկերն է։ Բացի այդ, նաև մի բան, որ մերանք ընդհանրապես չեն ասել, սակայն մեր արքաները ասել են և ասել են, շատ շնորհակալ ենք, այսպես նորից ասեմ, Անա, որտեղ իր մոտ էլ կա այդ սեպանշանը, որ չի կարդացվում, Սալմանասար երրորդը, որ կուր, տեսեք կուրը, աշխարհամասթև, ութու, նա նաև, ես ուրիշ տեղեր եմ հանդիպել, որ նա ութերի աշխարհ է կոչել, ինչու ութերի, որտեղ մենք ունեցել ենք սրբություններ, ութը դիցերը, ցավոք մենք դիցերին աստվածություններ ենք ասում, բայց դիցերը աստվածություններ չեն, դրանք դիտարկելի դիցերն են, այսօր էլ մենք դիտարկում ենք, այսօր էլ մենք տեսնում ենք, այսօր էլ մենք այդ 26,000 տարում, ամբողջ մի պրոցեսիայի շրջանում, նրանցից յուրաքանչյուրը, հատկապես 6-ը նրանցից ունենում են հյուսիսային աստղեր։ Դուվթե, փուլուշի և դուվթե։ Փուլուշի և դուվթե, դուվթե նույնն է։ Երբեմն մեկ արձանագրության մեջ երկուսն էլ օգտագործում է, և փուլուշի և դուվթե։ Այսինքն արձանագրություն։ Փուլուշին ինչ է իրենից նշանակում, չեմ կարող, բառացի չեմ կարող ասել, ոնց է մեկը կգտնվի, որ կասի, ես այսպես ասեմ, ինձ խանգարում Իսկ դուվթեն հավանաբար դավթար բառում է մնացել, հավանաբար, որտեղ մատյան բառն է, հավանաբար գուցե և այստեղ շատ բառեր կան, որոնք սկզբնական շրջանում երբ օգտագործում է, շատ լավ հայագետներ ինձ ասացին, որ դա թուրքական բառեր են, հետո ապացուցեցինք, որ թուրքերը մեզնից վերցրել են ընդամենը, նույնիսկ այստեղ կարող է հանկարծ մոռանամ չասեմ, բայց մարդուն գրել են իջանի, ջա սեպավանկով է, իջանի, իջնող, գուցե և, չգիտեմ, եզերքից է իջել, իջեցրել են, ունակ աստ է ած բառը դարձյալ իջնել բառն է, աստ է ած, աստ տու ած, աստ տված, չգիտեմ, բայց իին կհասնենք դրան, մենք հատուկ անուն ենք ունեցել բիհայնական շրջանում և միջև այսօր էլ դա պահպանում ենք, կիրառում ենք մեր մեջ։ Եվ փուլուշի դուվթեները, տեսեք, սա շատ գեղեցիկ մի ստեղծագործություն ասեմ, արձանագրություն ասեմ, Քելիշինի արձանագրությունը թիվ 3, ընդ որում ասեմ, ես թվերը չեմ փոխել, սա կարող եք հանդիպել այսպես գրված Հարությունյանի գրքում, այս նույն թվահամարի տակ, գրված է իր հեղինակ անունը և սրանիցը 25, այսինքն էջ 25-ում դուք կհանդիպեք այս տարադարձությանը, բայց և աշուրերեն տեսվով դարձավ Ուրեմն փուլուշի մի կողմում դուք հանդիպում եք հայերեն արձանագրության, մյուս կողմում աշուրերեն արձանագրության, համեցեք արդյոք այստեղ ուրարտու բառը հայ արքաներեց, այս արդեն հզորության շրջանում է, օգտագործել են, ոչ չեն օգտագործել, հայերենում ուր բի, ա, ի, նա, առե, բիհայնա առե, մյուս աշուրերենում ուր, նա, իրի, և այլ։ Դարձյալ, այստեղ եթե գալիս են բիհայնա նայիրի, այսինքն, եթե մենք օգտագործել ենք աշուրերեն նայիրի, այդ ուրարտուն որտեղից եկավ, հավանաբար դա այր բառն է, մինչև այսօր մենք այրին ասում ենք այր, առն, տղամարդուն, ընդ որում մի փոքր անցում կատարեմ լեզվագիտական, տղամարդը ես չգիտեմ տղա բառը որտեղից է եկել, բայց այսօր ժողովրդական խոսակցականում տղային ասում են և մանուկին, աղջկան են ասում տղա, և տղային են ասում տղա, երբ մեկը ինձ աղջիկ երեխայի ձեռքը վնասվեց, վայ ասեց տղուս ձեռքը վնասվեց, ես շշմեցի, աս երևի տատներ, բայց սխալվեց, հետո հասկացա, որ ոչ, տղա բառին երկուսին էլ ասում են, տղացկան, ամենահայտնի բառը, երբ ծնդաբերում է կինը, նոր ծնդաբերած կինը, անկախ նրանից, նա տղա է բերել թե աղջիկ,
տղացկան է կոչվում։ Այսինքն տղա բառը ես չգիտեմ որտեղից եկավ, բայց այր բառը, առն բառը ի սկզբանե չի փոխվել։ Մենք մեր տղամարդկանց եւ մեր սկզբնական սերումը եւ ինչու ես անդրադարձա այստեղ էլ Պորտասարին, յուրաքանչյուր կենդանի պատկերված է իր առնական ցուցիչով։ Իր առնանդամով, յուրաքանչյուր աղվես լինի, նույնիսկ չգիտեմ գայլ լինի, առյուծ լինի, հետագայում դա կորչում է, բայց այս շրջանում անպայման այրական ցուցիչը եւ մենք հայերս հավանաբար միակ ազգն ենք, որ գեզերածնությունը այրական ենք համարում, այրածին, տղամարդուց սերված։ Սա արդեն թարգմանությունն է, այստեղ բիհայնան օգտագործված է հայոց բառացին։ Այս սա է Գերեշինի արձանագրությունը, այս սրբության պես մի բան, որը գտնվում է Պարսկաստանի Ուրմիա շրջանում, համարյա այսօր Պարսկաստանում է գտնվում։ Ուղղակի հիմա մի քիչ խախտված է, որ բան տառատեսակը փոխեցինք, ամբողջը փախավ։ Հա, այստեղ ինչ է օգտագործված, ուրեմն սկզբնական շրջանում ուսումնասիրողներն ասում են, որ մի քիչ խախտվել է, որտեղ սկզբնական շրջանում աղդի, դի աղդի է օգտագործված, հետագայում դի ալդի է հալդի է օգտագործված։ Աշուրական տեքստում բոլոր դեպքերում դի հալդի է օգտագործված։ Այստեղ պարզ է, որ աղդին բանը խոսքի դիցն է եղել։ Ուրեմն հետագայում մեր արքաները որպես չգիտեմ ինչ նվեր, ամենաթանկագին, որը ոսկուց ամեն ինչից նվեր էր, կենդանի հայկական մուֆլոնի եւ բեզոարյան այծի նվիրումն էր։ Եվ ահա այստեղ սա միշտ սա աղդին է, նա պատկերվում է միշտ բերանը բաց եւ անմոլորակ, սա մուֆլոնն է, հիմա կասեմ, իսկ սա դարձյալ տեսեք այրական ցուցիչներով են նրան։ Սա փակ համակարգ է, որտեղ թեկուզ լինի 10,000 բառ, 100,000 բառ, միևնույն է դա սահմանափակ է, փակ է։ Իսկ դիեզերքը, դիեզերական դա բաց համակարգ է։ Սա ժառանգությունից գնացինք առաջ, ես հիմա ցույց կտամ, որ ինչպես են նվիրել։ Ահա եւ արքաները, որոնք նվեր են տարել իրենց մյուս արքաներին, հարևան արքաներին։ Այստեղ ես ցույց եմ տվել նաև բեզոարյան այծը, սա բանը քանդակ է, իսկապես բանը բիհայնական քանդակ է, սա էլ իրական այծն է։ Սա ժառանգություն է, որը նորից մեր գիծագրության, այծագրության նմուշներից է։ Սա երև այ-հաց, էլի ժառանգություն է։ Սա դարձյալ ժառանգություն է, սա էլ մեր մուֆլոնն է։ Մուֆլոնը, որը ոչ մի դրմակ էլ չունի, մեր իսկական վայրի մուֆլոնը, այսինքն վայրի մուֆլոնը ինչու եղավ, այսպես մի կողմում, տեսեք փուլուշի բառը օգտագործված է 3 վանկով, հաստո փուլուշին է։ Այս սրանք ուզեի անդրադառնայի, կայսերան, դարձյալ ժառանգիր եռանդող է։ Դի հայդինիի ուրուն միշտ թարգմանել են քաղաք, հասկացությունը։ Ես հասկացա նաև ինչու ենք ասում քաղաք։ Քաղաքի մեջ նորից աղ բառը կա, աղե բառը կա, այսինքն շատ խոսք կա, քաղաքում շատ խոսք կա, այսինքն եւ որից եւ քաղաքակրթությունը, որը քաղաքի հետ կապ չունի, բայց դարձյալ հիմնված է աղե խոսքի վրա։ Ընդ որում ասեմ, որ բիհայնական շրջանում ես այնքան խոսքի տեսակների հանդիպեցի, որ խեղճացա, չկարողացա մեր ժամանակակից լեզվով եւ ստիպված շատ արտահայտություններ միան ասում է խոսքը, արտահայտությունները շատ էին, խոսքս քիչ էր։ Դրա համար մենք այս շրջանում ունեցել ենք նաև այսպիսի մի բան, բարացի դի հայդիցերի խոսքն է փուլուշին, կամ այս վիմագիրը, հնչյունն է հոգիների փուլուշին, նախամայրը որդին արդի, դիցն հայդիների խոսքերի։ Սա ամբողջությամբ այս եռատողն է, կարծես ձոն լինի, կարծես չգիտեմ, եթե սա խոսենք, սա բանաստեղծական տող լինի, բանաստեղծական ասույթ լինի,
Եվ ասեմ, որ մեր արքաները կգամ կանրադառնամ եւ բառացից էլ ցույց կտամ, թե ինչպես են նրանք պաշտել լեզուն եւ հիմնական հասկացել են, որ այսօր մենք խոսում ենք իրենց մասին, դարձյալ այդ լեզուն է, որ պահպանել է իրենց։ Բիհայնա գիր բառը, սա չեն կարողացել թարգմանել։ Բառացի կոչվել է գիր բանկով եւ բառ բանկով։ Մենք ինչ ունենք, գրաբար արտահայտություն ընդհանրը, այսինքն գրով արտահայտված ոչ բանավոր խոսք։ Գրաբարը հենց դա էլ կոչվում է, գրով գրված, գրաբար։ Հիմա ինչն է շատ զավեշտական ասեմ, Արցկեյում է հայտնաբերվել սա, Ադիջևազում, այսօր Արևմտյան Հայաստան, ծնացել է Թուրքիայում և Կարմիր բլուրում։ Այնքան նման են այս երկուսը, որ նույնիսկ հայտնաբերողները մեկը մյուսով լրացրել են այդ աղավաղված կամ ճնճված մասերը։ Սա հիմա թարգմանությունը կատարված է իհարկե նորից այս արձանագրությունն է, օրհնությունը Բարսանի փորագրող եմ թարգմանել։ Զի, ընդ որում զին շատ է օգտագործված։ Զին նշանակում է և շումերերենում հոգի, բայց օգտագործվել է նաև զու, զո, որը կյանք է նշանակում, և իմ անունը կյանք է։ Այնպես որ զո, օյա, զոյա, այնպես որ կենաց, ուրեմն զի երկրի, հոգի ելավիր, արքայե արի, իսկ արի, արիացի, նրանք յուրաքանչյուր արքա իրեն պատիվ է համարել, իրեն համարել արիացի։ Արիացին ինչ է, այր բառն է։ Տղամարդ, այսօր էլ մենք հարգելի տղամարդիկ ձեզ արա ենք ասում։ Եվ դա ոչ թե վիրավորվելու բան է, դա մեծագույն բան է, որ չգիտեմ, ի սկզբանե հայ ժողովրդի արարման սկզբից եկել ու հասել է մեզ և կանցնի մինչև հավանաբար աշխարհի վերջը, որովհետև մենք արայով ենք բարդ, մենք մեր տղամարդկանցով։ Այսօր նորից եմ ասում, տղամարդը չեմ կարող ասել, բայց մեր առնով, մեր այրերով, մեր դիայրով և յարքով, այսպես ասած։ Սահմանափակ եմ, եթե ուզում եք հենց հիմա սահմանափակ եմ։ Հարց պատասխաններ են, մասին կարևոր մասը լինել ավելի, եկեք ավելի բան։ Հա, Էրեբունի, ինչպես ստեղծվեց, ինչու ստեղծվեց։ Էրեբունի սա նախապատմություն ունի։ Էրեբունին կառուցելուց առաջ, ուրեմն մեր երկու արքաները Մենուան և Իշպարինեն հայրը որդի եկան հենց Էթի ունի կամ Էթիարնի այդ աշխարհամասը, մեր աշխարհամասը նահանգը, այնտեղ 3 իշխաններ էին, այսպես ասած, իշխում, արիները, կադմեները և մեկն էլ չգիտեմ, արագացրիկ չեմ թերթում։ Եվ այս երկուսի վրա իշխանը կանգնեցրին արիների ցեղին, տոհմին։ Այն մնացած երկու տոհմը փոքր-ինչ նեղացան և նրանք նույնիսկ ինձ թվում է խռովություն բարձրացրին, չի ենթարկվելու խռովություն, որից օգտվեց եկվոր Արտուրը, Արտուր անունով մեկը, որը բերեց ներմուծեց Հայաստան իր այսօրվա լեզվով աղանդ։ Եվ ահա այդ ամբողջ այդ հսկայական տարածքը, Էթիարնի տարածքը, այդ աղանդներ, որի դեմը արքաները ոչ մի կերպ չէին կարողանում առնել։ Եվ հենց ստեղծեցին Էրեբունին, որտեղ 6600 զինվոր բերեցին Հաթերքից, Ծոփանի երկրից և բերեցին, որպեսզի հարկության դեպքում նրանք անմիջապես դեմն առնեին այս աղանդներին։ Մենք ասում ենք, որ մենք չենք ունեցել գրական ստեղծագործություններ բիհայնական շրջանում, դա սխալ է։ Մենք ունեցել ենք ասացվածքներ, առածներ, առածանի, մի քանի պահպանվել են, ինչու համար նույնիսկ այստեղ պահպանվել է նաև մեր հնագույն հեթանոսական, որ կոչվում է 7 երկինքների ուսմունք, Սուրբ գիրքը, որը կոչվել է Աթարա։
Եվ մի բան էլ ասեմ, դա ինձ թվաց, թե միակ իմ ստեղծագործությունն էր, որ Աթարան ես եմ այսպես հասկանում, եւ երբ հաթերքը, հաթիթական, հեթիթական այս քաղաքների անունները էի թերթում, հենց այս երկու օրը հանդիպեցի Սուվ Աթարա քաղաքի անվանումը, Սուրբ Աթարա, այսօր Էջմիածին է ինչպես են գրում, Սուրբ Էջմիածին, Սուվ Աթարա, այսինքն Աթարայով իսկապես մենք ունեցել ենք քաղաք դեռ ավելի վաղ, 3000 տարի առաջ մեր թվականության առաջ։ Սա էլ անցնենք, անեցքի հետաքրքիր է շատ, անեցքի եւ օրհնանքի ժանրով մենք տեսեք ինչպես է այս ինչի համար են օգտագործվել այս զանգերը, որտեղ մահվան ժամանակ նա ով կպղծեր այդ դուրթեն, ով կպղծեր իր անունը կգրեր, նախկիների անունը կքերեր, այդ ամբողջի պատճառով նա անեցքի կարժանանար եւ կարժանանար սերնդե, տեսեք, սերունդ, նույնիսկ չի հանգստացել մի անգամ կրկնելուց, 3 անգամ է նշել այս բանը, որ ինչ պետք է փոշիանա։ Հետաքրքիր է P-ին-ի, այսօր արդյոք չունենք փայեն բառը գյուղերում, որը նշանակում է գոմաղբի այն մանրուքը, այդ դա է նշանակում, այսինքն նա փայենվի, այնպես փայենվի, որ այդ փոշիությամբ վերածվի եւ ոչ ինային, ոչ նարային, այ տեսեք, նարա, սա այսպես է գրված, այսպես են աղադարձել մեր նախորդները, ինձ ոչ նարային չարնի աղողանջ, այսինքն թվում է, որ անպայման այսօր էլ երբ մարդը մահանում է, ժամերը զանգել են եւ իմաց են արել բոլորին։ Լավ, եկեք այսպես խոսեմ, ես կթերթեմ ու խոսեմ, գիտեք, մեր շատ հետաքրքիր էր, որ Արգիշտին կարողացավ թողնել իր տարեգրությունը, բավականին մեծ, բայց Արգիշտին յուրաքանչյուր իր տարեգրություն սկսել եւ ավարտել է մի արտահայտությամբ, որ անպայման կուզեմ ձեր ուշադրությանը ներկայացնել։ Այս մասին կուզեի, սա արագեղեցիկի, տեսեք, միակ պատկերն է, որ կանգնած է շան վրա, արալեզի վրա, արագեղեցիկ գուցե եւ Շամիրամի այս անիջանակ եզերական պատերազմը, որը իսկապես կա ժառանգություններում ենք հանդիպում։ Սրա մասին կարող եմ գիտեք ինչ ասել, Ազատ Նևերի մասից, այս պատկերը արտավազդի, այս դիվոտած արտավազդի պատկերները եւ այս հովսի պատկերը, եթե տեսնում եք, որ այսօր էլ դուք կարող եք տեսնել Մասիսի վրա։ Եվ սա ամբողջությամբ ես նկարել եմ, այսինքն մեր վիպասանները չեն մոգնել, այլ վերցրել են եւ այս թագը արևի շարժման հետ, այս կերպարը նա ստանում է բոլոր թագը սաղավարտից սկսած, այն սաղավարտը, որը հեթիթական շրջանում է կիրառվում, որը օգտագործել են նաեւ բիհայնական շրջանում եւ Տիգրան Մեծի թագը։ Մոտավորապես 3 ժամ կա վիդեո տեսանկարահանած լույս։ Սա ամբողջ դիցավ այլ Հիմա այդպես խոսեմ, ուրեմն մենք ունեցել ենք մեր թատրոնը ոչ միայն եղել է արտավազդի շրջանում, այլ եղել է բիհայնական շրջանում։ Եվ հենց Զվարթնոցում հայտնաբերված սեպագրությամբ այնտեղ խոսում է, որ յուրաքանչյուր սրբատունի դիմաց Շուշի է կոչվել, սրբատունները տառադարձությամբ երբ գալիս ենք, Շուշիի դիմաց կառուցել են շիրխանիներ, եւ Շիրխանին ունեցել է տարբեր հարկաբաժիններ։ Այսօր հարկության տուն, գուցե եւ չգիտեմ ինչպես կոչենք, այդ Շիրխանիներում բառացի եմ ասում, գրված է, որ խաղացել են բառացի բան։ Այսինքն թատրոն են խաղացել, որտեղ բառացի եմ ասում, կաքավել են, բարել են։
որտեղ ծնունդը ընդունել են, որտեղ եղել է հարկաբաժին արքայի կամ չգիտեմ երևելի մարդու ընդունել։ Այստեղ անպայման շատ հետաքրքիր է այս 357-ը Թոքուսյանը, ընդ որում երկու արձանագրություն, այստեղ արդեն եղբայրների արճակատումն է գնում, որովհետև երբ Սարդուրին գալիս է եւ իր եղբայրը կրոնապետն էր, եւ նա կրոնապետին, այսպես ասած, ոտքում է գետնին եւ ձեռքը դնում է, արգելում է նրան, որպեսզի այս մարդուկին, պահաղին, ինչպես որ ուզում եք կոչել, այս կենդանի երեխաների զենումը արգելում է եւ նա նորից վերականգնել, հրամայում է, որ վերականգնեն արու գառի զենման, արունարի տոնին, այդպես էլ կոչվում է։ Այս յուրաքանչյուր խոսքը, եթե ես գտել եմ արդեն կերպավորումներ, ես փորձել եմ նաև այս լուսանկարներով, այլ խաղողորնեկի գեշտին ուրկուրաթա, այս խաղողորնեկի արձանագրությունը շատ հետաքրքիր է, որտեղ այստեղ նույնիսկ խաղողի կորիզին անվանել են թինի, այսա թինի, այդ թինի, նորից տեսեք, թինին ինչ է, այսօր էլ խաղողի կորիզին կամ փոքր այդ կորիզին թինի ենք ասում, այսինքն այս բառերը հասել են մինչև մեզ, եւ խաղողի, ինչու է խաղողի թինին այդքան հետաքրքիր, որտեղ եթե կորիզը դուք վերցնեք եւ նայեք, մի կողմում այրական, սեռական անդամներն են, մյուս կողմում իգական։ Նրանք սա եւ նկատել են եւ տեսել են եւ օգտագործել են եւ այստեղ նույնիսկ ասում էր թե այդ տոնին ինչ պետք է ասեն, ինչպես պետք է խոսեն, ինչպես պետք է ասեն։ Եվ նրան կերպարը այս հացներ, որ հացի կերպարը այս երկու ձեռքի մեջ բարձա, երկու ափի մեջ այս հասկն է, որը բացվում է գեղեցիկ։ Իհարկե կենաց ծառ ենք ասում, բայց սա հասկն է, արդեն ոչ թե որտեղ երբ կապնում ենք գրառումը, դա հաց է նշանակել։ Այսպես է եղել պատկերի մեջ։ Վերենք, որ ամբողջության, սա էլ կարող եմ խոսել, որ խոսվում է ամբողջ այս արձանագրության մեջ Վանում գտնված աղի արտոնաբերության մասին։ Ինչպես են աղ, քանի որ Վանա լճից ոչ մի գետ դուրս չի գալիս, արհեստականորեն ինչպես են պատրաստել, ինչպես են աղը արդյունահանել եւ այս արդյունահանած աղը ինչպես են տարել դուրպա, վերամշակել են, երբ ես սա կարդաց մի ինժեներ մարդ, նա ասաց, որ աղ չեն արել, սա սոդա են ստացել եւ ընդ որում այստեղ գրվում է, թե անջուր սոդա են ստացել, ջուրը հանած է։ Շատ հետաքրքիր է, որ մարդատեացություն, թե ամբողջ մեր բիհայնագրերը, գիտեք ինչպես են թարգմանվել։ Թարգմանվել են, որ բերեցին, կերան, ծեծեցին, ջարդեցին, այսքան մարդ տարան, կեսին սպանեցին, կեսին էլ այսինչ արեցին, այդպիսի բան չկա։ Մեր արքաները շատ հետաքրքիր ներքին քաղաքականություն են վարել։ Երբ տարածաշրջանը լցվել է, մեծացել են, ժողովուրդը այն ժամանակ 10 երեխա էին ունենում, քիչ էին ունենում։ Նա ավել ցուկը, ավել մարդկանց վերցրել է, տարել է մի ուրիշ շրջան, մի ուրիշ բնակավայր շենացնելու համար։ Եվ ահա հենց այդպես է, բայց հենց այնպես չի տարել։ Տարել է, պատրաստել է եւ նրանց ապահովել է ամեն ինչով, տվել է եւ հող, եւ ձիեր, եւ խոշոր եւ մանր եղջերավորանասուններ, այսինքն ամեն ինչ։ Իսկ այստեղ ասում է, որ ոչնչացրի, տեսեք, ես ոչնչացրի, սա նախկին թարգմանություն է, ես չեմ բերել, ուղղակի սա չի կարող, որտեղ ինչպես կարող է տուրքը հավաքես եւ այսքան բարիք դու ոչնչացնես, եւ ընդ որում եթե մարդկանց թիվը նայեք, 300 քանի հազար մարդ, ասում է ոչնչացրի։ Այնինչ նա խոսում է, որ այսքան բարիք ինքը տրամադրում է բանակի կարիքների համար, եթե մենք վերցնենք սա։ Եվ բացի այդ, լավ, գրքում կա եւ ամբողջ այս ամենից հետո
բառարանը կա եւ կա սեպադարանը, որտեղ օգտագործված է թե այդ բառը, այդ սեպը ինչպես է օգտագործվել, ինչ ձևով եւ ինչ որակի մեջ։ Գիտեք, ափսոս չեմ կարող առաջ տամել, ոնց են առաջ տալիս։ Մեկեք առաջ տվեք։ Միանգամից տարբեր։ Այ արգիշտի տարեգրությունը մի փոքր միայն այդ բառը կուզեի ես։ Մի փոքր տվեք, որտեղ այդ բառը շատ բան այդ նախադասությամբ, ահա արգիշտի մենոյա 4-րդ երկրից տեսեք բութիադի հայդի եդի, տեսեք եդի բառը նորից, էնդի, ինդի, ուտուդի, կարդում եմ արդեն բութիադիր, դի հայդի եդիր, էնդիր, ինդիր, ուտուդիր, հինչունաշին շողացինով հաղպատին, ապագային ջահ աղի է ջահախոս, պայծարախոս լինի տողմադիր այսինչի, և յուրաքանչյուր իր տարեգրություն սկսում աղգութիադիր դիհալիևիր էնդիր ինգիր ուտուդիր, դինգիր մեծ հաշտից, դինգիրը դիցն մեծ հաստիչ, ուրբի հայնա հաստիչ, հենչունարչինով շողածինով հաղպատին հայացին խոսկը մեր դիցերից մեծ։ Ես այստեղով հասկացա հաղպատին ինչ բառ էր, որտեղ հաղպատ ունենք, հաղարծին ունենք, բայց բառի թարգմանությունը, այսինքն հաղը խոսքը պատի, այսինքն նա արգիշտին պետական կարգավիճակի է հասցրել լեզուն, քանի որ հայ քումբի հայնայում կային նաև այլ ազգիներ, ապրում էին այլ ազգիներ, ուստի պետական լեզուն համարվել է բիհայերենը, այսինքն հաղպատի լինի այս լեզուն։ Եվ այսպես շատ։ Ես կուզեմ մեծ աշխատանք է արված, ես դա չեմ ասում, որ ես եմ արել։ Եթե ուշադրություն դարձրեք նույնիսկ տղամարդու անուն է ստորագրված, կին է տղամարդ է գալուց ցոլական, երբ ասում ենք, դա մի 100 տարի հետո չեն ասի, որ կին է, կամ պետք է չէ, որ ասեն, բայց այն ինչ որ արված է, դա պետք է հասնի եւ ապագային, եւ այսօրվա գիտական այրերին ոչ տեղացի, հա մենք լավն ենք, հա մեր գրական լեզուն 1200 տարով էլ առաջ տարանք, հետո ինչ, սա պետք է իմանան մեր եւ եվրոպացի, եւ բարի կամեցողները, եւ անգամ չարա կամեցողները, պետք է իմանան եւ իմ ամբողջ նպատակը, որ սա կարողանանք թարգմանել ըստաժանվույն եւ ներկայացվի աշխարհի համապատասխան գիտական հաստատություններին եւ ինչու՞ չէ նաեւ մեր համայնքներին, որտեղ իսկապես մենք մի ազգ ենք, որը աստվածածին է, հայնագերտ է, դիցերից մեծ է, մեր լեզուն դիցերից մեծ է, առնված լեզու է, դիցախոսական։ Ես ուզեմ, որ մենք սրտացավորեն վերաբերվենք այն ամենին, որը մեր պատմությանը վերաբերվում եւ գիտեք անելուց հետո միայն հետևից չընկնենք։ Տեսեք, մեր հարևանները կերտում են պատմություն առանց պատմություն ունենալու։ Մենք մեր պատմությունը աղճատում ենք։ Դա սիրտս ցավում է ուղղակի եւ պետք է ճիշտ մոտենանք այն ամենին, ինչ որ ունեցել ենք եւ կունենանք ապագայում։ Այն արժեքները, որոնք մենք կրում ենք մեր մեջ, նորից եմ ասում, հայկինը կարող է նստել տորքի առաջ եւ գործել իր գորգը եւ այնպիսի մի կերպարներ ստեղծել, որ ինքն էլ չհասկանա, թե այդ վիշապիկին որտեղից ստեղծեց, ոնց ստեղծեց, բայց կա նա իր մեջ։ Եվ խորենացուն մի բան էլ ասեմ ու ավարտեմ, ասում են, որ խորենացին ոչինչ չի գրել այդ շրջանից, չարաբաստիկ այդ ուրարտական շրջանից, ասված բառը չարաբաստիկ, բայց երջանկությունն է բիհայնական շրջանից, երբ Անասարտուրի արձանագրությունները ես սկսեցի հասկանալ եւ վերծանել, այսինքն վերափոխել մեր այսօրվա լեզվով, ընդ որում ասեմ, եթե դուք կարդաք, գուցե այդ թարգմանությունները մի քիչ խրթին լինեն, որովհետև կատարված է բառացի, նույնիսկ Շարահուսությանը ուշադրություն չեմ դարձրել,
որ բառացիորեն դուք ճիշտ հասկանաք, որ տեսեք երրորդ բառը, այստեղ նորից երրորդ բառը այս է նշանակում, որ հեշտ լինի հասկանալը, այսինքն արմատը գտնելը, ինչու են այդպես ասել եւ ինչու ենք մենք այսպես շարունակում։ Դա մեր լեզուն է, մեր հոգին է, մեր կենցաղն է եւ նրանք իսկապես երբ իր արխայական տոհմանունն էր գրում, Անա Սարդորին նա գրում է, որ իրենց ազգատոհմը եկել է բանից Բաբելոնից 350 ախով եւ մենք կարդում ենք խորենացի, որ Հայկը եկել է Բաբելոնից, իջու Արարյալի Բաբելոնը 300 ախով։ Մնացած են ծառաներին բան չի հաշվում, աղախիներին եւ այլն։ Իրենց արմնակից ախով այդ նույն բառով նաեւ Անա Սարդորին է արձանագրել իրենց ազգատոհմից, այսինքն նույնն են։ Եվ բացի այդ ես վերցրեցի արդեն Արշակունիների շրջանում, որ նա ինչպես գտավ մեր նախարարական տները եւ այս նախարարական տները երբ ես գտա ու ամբողջ նախարարական տները օգտագործված է այստեղ կա հիմա որ ընկերը կբերի այս նախարարական տները դու գրված է օրինակ Բագրատունիները եւ տակը նշված է ինչքան բան մուրացանները մուրիները իրենց ազգատոհմը որտեղից է գալիս եւ ինչ արձանագրությունների մեջ քանի անգամ օգտագործված է այդ ամբողջը կա, այսինքն մենք միազգ ենք եւ պահպանել ենք, նույնիսկ ես գնացի ավելի հետ, Տիգրան Պալասարը, որը նշում է 60 ազգատոհմ, 60 արքայ էինք ասում, բայց դա իշխանիկներն են, նախարարական տներն են, որոնք արդեն տեղակայելով իսկապես մենք այս շրջանում արդեն Անա Սարդորի արձանագրություններից անվեց եւ արկիշտի արձանագրություններից ամբողջ մեր նախարարական տները, այսինքն նրանց արմատները գնում են մինչեւ մեր թվարկությունից առաջ 9-ից 6 երրորդ դարեր այսքանը գուցե եւ թեև մի բան բացի վերջում էլի գնացեք առաջ գնացեք լրիվ ես նաեւ մի փոքր Էդի լրիվ վերջ եկավ լավ բացի այդ նաեւ երրորդ բանն եմ դրել թե ինչպես ենք մենք խոսել հայկական բառը բանը ինչպես է սկսվել դա հետաքրքիր է որ նույնիսկ երեխան ինչպես է լացում ինչ հնչյուններով է լացում եւ ինչու մենք պետք է ասենք աղե բառը որպես խոսք որպես բան որպես բառ որտեղից է գալիս ինչու է գալիս ինչ ձայնային հնչյուններ կան ինչն է պահպանվել այսօր էլ մենք ձայնային բառեր ենք ստեղծում դա էլ երրորդ բանն է երրորդ խոսքն է այսինքն աղավնին հատված է եկակ Սա ամբողջը արդեն բառարանն է, բառարանը այսպես որ թերթում եք, բառարանը 3000 բառից ավել է։ Կուզեմ որ կարդաք, կուզեմ որ նայեք և կուզեմ որ նաև քննադատաբար մոտենան, որտև յուրաքանչյուր ճիշտ քննադատություն իր մեջ այն արմատները ունի, որը դեպի առաջ է տանում։ Այդքան։